Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաֆրաստյան։ Բարև ձեզ։ Պարոն Սաֆրաստյան, Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին Թուրքիան էր մասնակցում նաեւ փոխնախագահի մակարդակով։ Ընդհանուր առմամբ ինչ տվեցին ոչ միայն գագաթնաժողովը, այլ գագաթնաժողովը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում տվեցին, թե չէ որևէ արդյունք եւ կարող են նաեւ ազդակ լինել հետագայում հարաբերությունների ավելի կարգավորման կամ լավարկման։ Գիտեք, եթե սկսենք, այսպես ասած, ավելի ընդհանուր խնդրից, իմ կարծիքով գագաթնաժողովը, այն երկու գագաթնաժողովները, որ եղան, շատ կարևոր էին Հայաստանի համար։ Այն առումով, որ դա փոքր երկիր ենք մենք, եւ մեր երկրի ճանաչելիությունը աշխարհում բարձրացնում է։ Դա փոքր երկրի համար կարևոր է։ Կարևոր է նաեւ այն առումով, որ ցույց տրվեց մեկ անգամ եւս, որ Հայաստանը, չնայած փոքր երկիր է, բայց գտնվում է մի այնպիսի տարածաշրջանում, հարավային Կովկասում, որը սկսում է հետաքրքրություն առաջացնել աշխարհում, մասնավորապես Եվրոպայի մոտ։ Այնպես որ այս առումով էլ կարևոր էր։ Եվ գիտեք, կազմակերպվածության մակարդակը ինձ ուղղակի զարմացրեց։ Շատ բարձր էր եւ մեծ փորձառություն է դա մեր երկրի համար։ Ոնց կարողանալ այդպիսի մեծ թվով հյուրեր ընդունել շատ բարձր մակարդակով։ Եվ նաեւ ես մասնակցեցի Երևան դիալոգի աշխատանքներին, ուղղակի հետաքրքիր էր, գիտեք, տարբեր տեսակետներ լսելը այն մարդկանց կողմից, որոնք ուղղակիորեն ներգրաված են քաղաքական գործընթացներում եւ նաեւ իհարկե փորձագետների։ Այնպես որ հետաքրքիր էր, կարեւոր էր եւ հիշվող միջոցառում էր դա։ Իսկ որևէ բան տալիս է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման տեսակետից, թե սա պարզապես միջոցառում էր գագաթնաժողով էր, որին Թուրքիան չէր կարող չմասնակցել։ Ես չեմ կարծում, որ սա կունենա իր կարևոր նշանակությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, բայց ամեն դեպքում օրինակ ինձ հետաքրքիր էր այսպես քլաչին տեսնելը, կոնկրետ ինձ համար եմ ասում, կենթանի է այսպես։ Կարևոր էր, որ եկավ Թուրքիայի փոխնախագահը, որը իհարկե Թուրքիայի քաղաքական դաշտում չունի ինքնուրույն դերակատարում, նույնիսկ Թուրքիայի մեջ շատերին հարցնես, իսկ նրան չեն իմանում, բայց սիմվոլիկ առումով նա ներկայացրեց Թուրքիան։ Այդ առումով իհարկե չի ասի, որ շատ կարևոր էր, բայց կարևոր էր, որ եկան Թուրքիայի ներկայացուցիչները, տեսան Հայաստանը, մանավանդ փոխնախագահը, այդ առումով։ Հատուկ ներկայացուցիչ Քլեչին, քանի որ մեջ բերեցիք, պարոն Սաֆրաստյան, Երևանյան երկխոսություն համաժողովի ժամանակ Քլեչը հայտարարեց, որ այստեղ իրեն զգում է ինչպես տանը, եւ հետո լրագրողների հետ զրույցում նաեւ երբ լրագրողները հարցրել էին, թե ինչու Թուրքիան միջև այժմ սահմանը չի բացում գոնե երրորդ երկրների քաղաքացիների դիվանագիտական անձանց համար, արդյոք Թուրքիայում չկա բավարար չափով կամք, Քլեչը պատասխանել է, որ այդ կամքը Թուրքիայում կա դեռևս 2022 թվականից։ Հիմա ինչն է պատճառը, որ հատկապես երբ քաղաքական այդ կամքը կա, մենք գետնի վրա որևէ շոշափելի արդյունք չենք տեսնում, թեև խոսույթում, դիվանագիտական խոսույթում մենք տեսնում ենք շատ դրական դինամիկա եւ շատ հաճախ դրական հայտարարություններ այդ առումով։ Այստեղ գիտեք, այո, շատ ճիշտ նկատեցիք, դուք որ խոսույթը թուրքական կողմից փոխվել է դրական առումով, ավելի իրականությանը մոտ խոսույթ է դարել։ Դա մեկ եւ երկրորդը մյուս կողմից մենք տեսնում ենք, որ թուրքական կողմը ժամանակ առ ժամանակ որոշակի քայլեր է ձեռնարկում, որոնք ես չի ասի, որ կարևոր են, բայց որոշակի քայլեր ձեռնարկում է եւ գիտեք, դա հատուկ է արվում, որ ցույց տրվի թուրքական կողմից, որ նա շարունակում է իր այն հիմնական ռազմավարական գիծը Հայաստանի նկատմամբ, որը հետևյալն է, որ Հայաստանի հետ վաղ թե ուշ պետք է հաստատվեն նորմալ դիվանագիտական հարաբերություններ։ Այսինքն նա այդ փոքր քայլերին գնալով ցույց է տալիս, որ ինքը հավատարիմ է իր այդ որոշմանին։ Ես համոզված եմ, որ որոշումը սկզբունքորեն Թուրքիայում ընդունված է, մասնավորապես
երբ ծանոթանում ես Էրդողանի հայտարարություններին, ակնհայտ է դառնում, որ այո, որոշումը ընդունված է, բայց պահը չի ընտրված։ Որն է այդ պահը հետաքրքիր է, որովհետև դիվանագիտական խողովակներով հայտարարվում էր, որ հունվարին կտեսնենք լավ լուրերի ականատես կլինենք, հետո մարտ ժամկետը նշվեց, բայց գետնի վրա չենք տեսնում դեռևս։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Ես կարծում եմ այստեղ կարևոր է, որ մենք ոչ թե մեր մտածելակերպը փորձենք տեղափոխենք թուրքական կողմի վրա, այլ փորձենք հասկանանք նրանց հաշվարկները, նրանց մոտեցումները։ Ես կարծում եմ նրանց մոտեցումները, Թուրքիայի մոտեցումները հասկանալու համար մենք պետք է փորձենք ընկալենք Թուրքիան ժամանակակից իր աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական ձգտումներով հանդերձ։ Այսինքն շատ ավելի լայն կոնտեքստում։ Շատ ավելի լայն կոնտեքստում, այո։ Որն է այդ լայն կոնտեքստը, այսպես վերևից կամ ավելի ընդհանուր, հետո ավելի կոնկրետանամ։ Իմ ընկալմամբ ներկայիս Թուրքիան փորձում է հետևյալ աշխարհառազմավարությունը, ոչ թե քաղաքականությունը, այլ աշխարհառազմավարությունը որդեգրել է, որոշ չափով որդեգրել է ինքը լինելով միջին պետություն իր ցուցանիշներով, փորձում է մտնել աշխարհի այն պետությունների շարքի մեջ, որոնք ազդեցություն ունեն համաշխարհային գործընթացների վրա։ Ինչ որ իմաստով հեգեմոն պետություն դառնալ։ Հեգեմոնի մասին չի խոսքը ռեգիոնալ մակարդակի տերությունից դուրս գալ եւ դառնալ համաշխարհային մակարդակի։ Անպայման չի որ հեգեմոն լինի, ուղղակի մասնակցություն ունենա։ Սա այն կոնցեպտն է, որը առաջ է քաշել դեռևս 10 տարուց ավել առաջ Էրդողանը, որը ձևակերպում է այսպես, որ աշխարհը ավելի մեծ է, քան թե 5-ը։ Այսինքն որն է դրա իմաստը, որ նպատակ ունի Թուրքիան, երբ տեղի ունենան ՄԱԿ-ի բարենորոգումները եւ Թուրքիան հույս ունի եւ մի շարք պետություններ, որ անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվը 5-ից կավելանա, Թուրքիան կդառնա այդ նոր անդամներից մեկը։ Այդ աշխարհը 5-ից ավելի մեծ է, այսինքն դա է իմաստը։ Եվ այդ նպատակին հասնելու համար Թուրքիան որոշակի ջանքեր է գործադրում աշխարհի ամենատարբեր շրջաններում։ Իսկ այդ ջանքերի մեջ մտնում է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Եվ տեսեք, ինչ ջանքեր են, ամենաերևացողը հետևյալն է, որ Թուրքիան որտեղ որ հնարավոր է առաջարկում է իրեն որպես միջնորդ։ Սկսած Լիբիայից ավարտված ասենք Իրան-ամերիկյան հարաբերություններ։ Միջնորդի տերը Թուրքիայի համար շատ կարևոր է, որ ինքը իրեն այսպես աշխարհին ի ցույց դնի։ Մյուս երևացող կողմը դա հետևյալն է, որ Թուրքիան ակտիվություն է ցուցաբերում ամենատարբեր ուղղություններով աշխարհում։ Եվ տեսեք մի փաստ, որը շատերը չեն մոռանում են դրա մասին, Թուրքիան ունի աշխարհում ամենամեծ դիվանագիտական ներկայացություններից ցանցերից մեկը։ Շատ մեծ թվով ինքը դիվանագիտական ներկայացություններ ունի աշխարհի տարբեր երկրներում։ Մեծ կազմ ունի արտաքին գործերի նախարարության, այսինքն ակտիվ քաղաքականություն է վարում։ Ես դա բնութագրում եմ հետևյալ կերպ, որ Թուրքիան փորձում է իր գլխից ավելի վերև թռնել։ Սա համաշխարհային մակարդակով։ Երբ մի քիչ իջնում ենք ներքև տարածաշրջանային, մենք տեսնում ենք, որ Թուրքիան տարածաշրջանային առումով ունի մի շարք հետաքրքրություններ, եւ Սիրիայի հետ կապված, եւ Լիբիայի հետ կապված, եւ Մերձավոր Արևելքի հետ ակնհայտ է կապված, եւ նաեւ Հարավային Կովկասի հետ կապված։ Այսինքն Թուրքիան նաեւ այն տարածաշրջանները, որոնք հարում են իրեն, փորձում է այնտեղ ակտիվություն ցուցաբերել։ Եվ այդ տարածաշրջաններում որոշակի առումով արդեն հանդես գալ որպես պետություն, որը հեգեմոնիկ նկրտումներ ունի։ Եվ
այդ տարածաշրջաններից մեկը հարավային Կովկասն է։ Ինչու է Թուրքիայի համար հարավային Կովկասը կարևոր։ Ես չի ասի, որ շատ կարևոր է։ Մենք տեսնում ենք Թուրքիայի հետաքրքրությունը Սիրիայում, ընդհանրապես Մերձավոր Արևելքում, Լիբիայում, բայց հարավային Կովկասն էլ ունի որոշակի նշանակություն Թուրքիայի համար։ Եվ այդ կարևորությունը բխում է հետևյալ հանգամանքից։ Թուրքիան, որ ասեցի, ուզում է այսպես շատ կարևոր դիրք զբաղեցնել աշխարհում, դա նաև փորձում է իրականացնել այսպես հաբ դառնալով, կոմունիկացիոն, այսինքն խաչմերուկ դառնալով։ Եվ հարավային Կովկասը այդ առումով Թուրքիայի համար կարևոր է, որտեղ հարավային Կովկասը կապ է ապահովում Չինաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջև։ Եվ Թուրքիան հարավային Կովկասի միջոցով ինքը մաս է կազմում այդ մեծ կոմունիկացիայի։ Այսինքն Թուրքիայի հետ սահմանի բացումը որևէ կերպ կապ ունի Հայաստանի դեպի Եվրամիություն այս ճանապարհի բռնած ճանապարհի թե հասնենք։ Եվ այս առումով հարավային Կովկասը Թուրքիայի համար կարևոր է։ Եվ Հայաստանը։ Այսպես եկանք այսանք Հայաստանին։ Հայաստանը Թուրքիայի համար կարևոր է որպես հարավկովկասյան երկիր առաջին հերթին ներկա փուլում, որը այդ ծրագրերը հնարավորություն կտա իրականացնել հաբ դառնալու, բայց Հայաստանն այդ հարաբերություններ չունի եւ սահմանը փակ է։ Ինչ է այստեղ հիմքում Թուրքիայի մոտեցման։ Ես կարծում եմ Թուրքիայի համար կարևորագույն նշանակություն ունի այն երկաթգիծը, որը կառուցվում է Կարսից դեպի Նախճեվան։ Եվ ըստ իրենց Եվ որը շրջանցում է Հայաստանը, դա նկատի։ Չէ, Կարսից Թուրքիայի տարածքով։ Դա թուրքական երկաթգծերի համակարգի մեջ է մտնում։ Ուղղակի նոր ճանապարհ է Կարսից գալիս է մինչև Նախճեվան Թուրքիայի տարածքով։ Իրենց տրանսպորտի նախարարի հայտարարությամբ, եթե առաջ գնանք, նա ասում է, որ 28 թվականին մենք կավարտենք շինարարությունը, սկսել են արդեն։ Բավական բարդ շինարարություն է 240 կիլոմետրանոց, պետք է երկաթգիծ կառուցվի, ժամանակակից արագընթաց։ Եվ երբ որ դա կառուցվի եւ միացվի Նախճեվանի երկաթգծին, այդ Թուրքիան այն ժամանակ արդեն կարիք կունենա Հայաստանի հետ, որ հնարավորություն ունենա, այսպես ասած, կապը լրիվ ապահովել։ Ես կարծում եմ, որ այն ժամանակ արդեն հարավային Կովկասը Թուրքիայի համար կդառնա այդ իր բաղձալի այդ հաբը լիովին, որտեղ մի հատ էլ երկաթգիծ կա, չէ, Կարս, Թբիլիսի, Բաքու, որը ավելի այսպես քիչ նշանակություն ունի։ Դրա համար Թուրքիայի համար կարևորը այն երկաթգիծն է, որ Կարսը կկապի Նախճեվանի միջոցով, Սյունիքի միջոցով Ադրբեջանի հետ, հետո Կասպի ծովի վրայով Կենտրոնական Ասիա եւ Չինաստանի հետ։ Այսա կլինի, ես կարծում եմ Թուրքիայի այդ աշխարհառազմավարական նկրտումների իրականացումը կապված հարավային Կովկասի հետ եւ անխուսափելիորեն նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները այդ դեպքում Թուրքիայի համար անհրաժեշտ կլինի, ուղղակի անհրաժեշտ կլինի լիովին կարգավորել։ Այդ մեկը եւ երկրորդը իհարկե Էրդողանի մոտեցումն է, որը նա մի քանի անգամ հայտարարել է, դա հետևյալն է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները լիովին կկարգավորի միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Սա ես կարծում եմ նաեւ որ դա մի քանի անգամ հայտարարել է, նա այդ մոտեցումը կպահպանի։ Մենք դրան դեռ կանդրադառնանք, պարոն Սաֆրասյան, քանի որ դուք նշեցիք այն, թե Թուրքիան ինչ հետաքրքրություն ունի եւ ինչու պիտի իր համար, օրինակ, հետաքրքիր եւ կամ գայթակղիչ լինի գնալ Հայաստանի հետ սահմանների բացման եւ կամ հարաբերությունների կարգավորման։ Մենք հասկանանք, թե ինչ է ստանում նաեւ Հայաստանը, որովհետեւ հատկապես քաղաքական այսպես դիսկուսներում միշտ սա որակվում է այնպես, որ ոչ թե շահառու կողմը մենք ենք, այլ Թուրքիան։ Սահմանի բացումը պետք է ոչ թե մեզ, այլ Թուրքիային։ Հաճախ այդպես է, այսպես ասած, այդպես է ներկայացվում։ Հիմա հասկանանք Հայաստանը ինչ է ստանում եւ այդ իմաստով որքան էլ որ երկու երկրներն էլ շահառու են, որ սահմանը բացվի, բայց ում է դա առավելագույնս պետք։
Տեսեք, Թուրքիայի համար Հայաստանը տնտեսական առումով նշանակություն չունի։ Փոքր երկիր է, շուկան շատ փոքր է։ Ռազմական առումով Հայաստանը Թուրքիայի համար վտանգ չի ներկայացնում եւ այլն։ Հայաստանի համար Թուրքիան կարևոր է։ Թուրքիայի միջոցով կապվել Եվրոպայի հետ։ Եվ այս 30 տարուց ավել է այդ խնդիրը, որ հիմա դուք բարձրացրեցիք, քննարկվում է եւ հանրային մակարդակով եւ մասնագիտական ես մասնակցել եմ բազմաթիվ այսպես մասնագիտական խմբերի աշխատանքներին փորձագիտական, որոնք այդ խնդիրները, որ հիմա դուք բարձրացրեցիք, փորձել են այսպես ավելի մասնագիտական մակարդակով հիմնավորումներով ներկայացնել եւ հիմնական մոտեցումը դա է եղել, որ Հայաստանի համար կարևոր է, որտեղ դա մեզ համար հնարավորություն է լրացուցիչ կապվել աշխարհի հետ, ունի իր դրական կողմերը, ունի եւ նաեւ որոշ առումով բացասական կողմերը, բայց դրական կողմերը ավելի այսպես կարևոր են։ Բացասականները պետք է կարողանալ կառավարել։ Դրանք տնտեսական ռիսկերն են հիմնականում, տնտեսական ռիսկերն են, անվտանգային ռիսկեր են որոշ չափով։ Պետք է այդ ամեն ինչ կարողանալ կառավարել, բայց տնտեսական առումով Հայաստանի համար դա իսկապես կարևոր կլինի։ Իսկ դեպի Եվրամիություն գնալու ճանապարհին այստեղ Թուրքիայի հետ սահմանի բաց կամ փակ լինելը որևէ կերպ անդրադառնում է այդ գործընթացին, այդ ճանապարհին։ Լավ հարց եք տալիս, եթե Թուրքիան այսպես ակտիվ գործընթաց ունենար Եվրոմիության անդամակցության, այո, բայց մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին ըստ էության Թուրքիայի Եվրոմիության անդամակցության գործընթացը սառեցված է։ Եվ ինչպես հասկանալ նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Ստամբուլում, որ Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին օգտագործելով իր լոբիստական ազդեցությունը, դուք էլ նշեցիք, որ Թուրքիայի համար հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորելու առումով շատ կարևոր է Հայաստան-Ադրբեջան կարգավորումը եւ խաղաղության պայմանագիրը, քանի որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը որոշակիորեն այսպես շատ տարօրինակ կերպով ընկալվեց եւ սկսեցին ավելի շատ ծաղրել եւ հեգնել, թե ինչպես կարող է Ադրբեջանը ազդեցություն ունենալ Հայաստան-Թուրքիա կարգավորման վրա, հասկանանք, թե ինչ նկատի ուներ Ալեն Սիմոնյանը եւ արդյոք Ադրբեջանը մինչեւ հիմա շարունակում է խոչընդոտել Հայաստան-Թուրքիա կարգավորմանը եւ վերահաստատենք, դուք այդ մասին բազմիցս խոսել եք, այսինքն այնուամենայնիվ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանալին Բաքվում է եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղությունն է։ Տեսեք, եթե մենք այսպես փորձենք վերլուծության մակարդակով այդ խնդիրը պարզաբանել, իհարկե Թուրքիայի քաղաքական, աշխարհաքաղաքական եւ այլն քաշը շատ մեծ է համեմատած Ադրբեջանի հետ։ Եվ եթե Թուրքիան մի բան որոշի անել, ինքը Ադրբեջանին, այսպես ասած, առանձնապես հաշվի չի առնի։ Բայց ես քանի որ ասեցի, որ ներկա փուլում Թուրքիայում սպասում են, որ այդ երկաթգիծը սկսի գործել, նոր Հայաստանի հետ, այսպես լրիվ մակարդակով հարաբերություններ հաստատել, ես կարծում եմ դա է կարևոր Թուրքիայի համար։ Բայց նաև այդ ճանապարհին Թուրքիան առանձին քայլեր կձեռնարկի։ Այսինքն այս մոտ 1-2 տարվա ընթացքում մենք Թուրքիայից կտեսնենք որոշակի քայլեր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ոչ սկզբունքային։ Այն որոշումները, որ ընդունվել են երկուստեք, չէ՞ հիմա Թուրքիան խոչընդոտում է, դա չի իրականացնում։ Այսինքն երրորդ երկրների քաղաքացիներ եւ այլն։ Եվ դա Ադրբեջանին, այսպես ասած, չի նայի, երբ որ դա անի։ Ուղղակի Թուրքիան իր շահերից է լինում, իր ընկալումներից։ Դա մեկ եւ երկրորդը անտարակույս Թուրքիայի համար Ադրբեջանը կարևոր է որպես իր արբանյակ երկիր հարավային Կովկասում։ Եվ այստեղ մենք պետք է իմ կարծիքով լավ հասկանանք, որ կոնտակտը անընդմեջ կոնտակտի մեջ են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Եվ այդ որոշումները, որ ընդունվում են Ադրբեջանում կամ Թուրքիայում, դրանք ոչ թե այսպես մեկուսի որոշումներ են, փոխհամաձայնեցված որոշումներ են։ Ես կարծում եմ սա է իրականությունը։ Ադրբեջանը Թուրքիայի վրա ազդելու
շատ քիչ լծակ ունի, իհարկե ադրբեջանական ներդրումները Թուրքիայում ավելի շատ են տնտեսության բնագավառում, քան թե Թուրքիային, բայց դա որոշիչ դեր չի խաղում մի ոլորտ ես նշեմ, որտեղ Ադրբեջանը կարող է ինչ որ մի ձևի ազդել Թուրքիայի վրա, դա գիտեք որն է, ադրբեջանական գազը Բաքու, Թբիլիսի, Էրզրում գազատարի միջոցով գալիս է հասնում է Էրզրում եւ Թուրքիան այստեղ գնում է ադրբեջանական գազը, հետո իր գազատարների համակարգի միջոցով մի մասը ինքն է օգտագործում, մյուս մասը վերավաճառում է Եվրոպային գազատարի միջոցով, որ գալիս է հասնում է մինչև Եվրոպա Թուրքիայի վրայով։ Եվ այդտեղ Ադրբեջանը հնարավորություն ունի գազի գինը բարձրացնելու, որը իհարկե Թուրքիային շատ դեպքերում դուր չի գալի։ Եվ այդպես լինում են այդտեղ այսպես որոշակի այսպես անհամաձայնություն, բայց վերջի այդ խնդիրը լուծվում է։ Այսինքն սա այն դեպքն է, որ Ադրբեջանը ինքը կարող է որոշակի որոշում ընդունելով Թուրքիային ինչ որ Թուրքիայի վրա ազդել, բայց դա այնպես հարց է, որը շատ արագ լուծվում է երկու երկրների միջև, թե չէ ուրիշ ազդեցություն Ադրբեջանը Թուրքիայի վրա այդպես ռազմավարական առումով չունի։ Եվ պարոն Սաֆրասյան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման համատեքստում էլ մենք տեսնում ենք դրական դինամիկա, գոնե հռետորաբանության մակարդակում նախաստորագրված պայմանագիր, թրիփ նախագիծ, բայց վերջին շրջանում Ադրբեջանի կողմից էլ զգացվում է որոշակի այսպես դանդաղ կոտություն կամ ժամանակ շահելու միտում, ինչ է կարծում, թե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման այս համատեքստում արդյոք կողմերը, այսպես ասած, ինչ որ իմաստով նաև սպասում են հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որպեսզի դրանից հետո պայմանավորեն իրենց քաղաքականությունը, իրենց քայլերը։ Ես չեմ կարծում, որ Թուրքիայի համար, ես կարող եմ Թուրքիայի համար ասեմ, Ադրբեջանը իմ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակի մեջ չի մտնում, եւ ես ուղղակի ընդհանուր կարող եմ գնահատականներ տամ, բայց ինչ վերաբերում է Թուրքիային, ես չեմ կարծում, որ Թուրքիան, ինչպես ես ասեցի, Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները ընկալում է այն տեսակետից, որ կարող են իր քաղաքականության վրա ազդեն։ Ինքն է որոշում իր քաղաքականությունը, ելնելով այն մոտեցումներից աշխարհառազմավարական, որ ես ներկայացրեցի։ Այսինքն Հայաստանը նրա համար կարևոր է որպես հարավային Կովկասի երկիր, որը հնարավորություն կտա, որի հետ հարաբերությունների լրիվ կարգավորումը հնարավորություն կտա Թուրքիան սկսի իրականացնել իր այդ մեծ ծրագրերը։ Պես որ դա է կարևորը, ես չեմ կարծում, որ Թուրքիայում լուրջ այսպես գնահատում են, թե մեր քաղաքականությունը կապենք Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, չեմ կարծում։ Այնուամենայնիվ, քանի որ նաև գիտեք, ներքաղաքական process-ներ են սկսվել, նախընտրական քարոզարշավն է այսօրվանից մեկնարկել, ամենատարբեր քաղաքական ուժերի կողմից տարբեր հայտարարություններ ենք լսում ուղիղ Թուրքիայի հետ կապ ունեցող, նույն գիտեք Արարատ լեռան հետ կապված, նույն Հայոց ցեղասպանության հետ կապված որոշ ուժեր հայտարարում են, որ դա իրենց համար լինելու է արտաքին քաղաքականության առաջնահերթություն եւ այսպես շարունակ։ Դրանք որոշակիորեն կարող են գրգռել Հայաստան-Թուրքիա կարգավորման, այսպես ասած, համատեքստը, թե այնուամենայնիվ ընտրություններից հետո միևնույն է Հայաստան-Թուրքիա կարգավորում լինելու է անկախ ամեն ինչից։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի համար, ինչպես ասեցի, Հայաստանը առանձնապես մեծ նշանակություն չունի թուրքական աշխարհանկալումներում։ Այսինքն այստեղ հայկական կողմը պիտի շահագրգռվածություն ունենա։ Ես կարծում եմ, որ այո, ակնհայտ է դա, որ հայկական կողմը պետք է շահագրգռված լինի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, եւ դա եղել է Հայաստանի 3-րդ հանրապետության գոյության առաջին օրվանից, երբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական իրադարձություններից եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրներից մեկը։ Չի ասի, որ շատ կարևոր, բայց խնդիրներից մեկը։ Իսկ հիմա գործընթացները բավարար չափով բավարար եք գնահատում, պարոն Սաֆրասյան, նկատի ունեմ ուղիղ շփումները, նաև բանագնացների փոխադարձ այցերը, քննարկումները, Անի կամրջի վերանորոգման հետ կապված փոխհուշագիր ստորագրվեց եւ Ռուբեն Ռուբինյանը օրինակ հայտարարեց, որ դա հետագայում կարող է շատ տուրիստական, այսպես հետաքրքրություն ներկայացնել եւ զբոսաշրջիկներ բերել ինչպես Հայաստան, այնպես էլ Թուրքիա։ Ինչ է կարծում, նման քայլերը ինչ որ
դրական իմաստով որևէ բան փոխում են, թե սրանք այսպես սիմվոլիկ բան են։ Տեսեք, ինչ որ դուք նկարագրեցիք, այն քայլերը, որ դուք նշեցիք, իսկապես նորություն են հայ-թուրքական հարաբերությունների պատմության մեջ այս 3 տասնամյակից ավել, որ չեն եղել նման քայլեր։ Սա վկայում է այն մասին, որ գործընթացը որոշ չափով գնացել է առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Եվ սա առաջին հերթին պայմանավորված է Թուրքիայի դիրքորոշմամբ, որտեղ Թուրքիան է միշտ դեմ եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը իրական դարձնելու։ Հիմա մենք տեսնում ենք Թուրքիան որոշակի առումով քայլեր ձեռնարկում է համատեղ Հայաստանի հետ, ոչ սկզբունքային, բայց հռետորաբանության փոփոխություն, տեխնիկական հարցերի քննարկում, լուծումներ տեխնիկական հարցերի, որ կարծես թե դրանք մենք տեսնում ենք, որոշումներ, որոշակի քայլեր իրականացնելու մասին, պարբերաբար հանդիպումներ, ներկայացուցիչներ կան արդեն հատուկ նշանակված Հայաստանում եւ Թուրքիայում, պատվիրակություններն են հանդիպում, չգիտեմ, հավանական է արտգործնախարարություններ իրար հետ անմիջական կապ ունեն։ Այս բոլորը իհարկե դրական գործընթացներ են, որոնք մտնում են իմ կարծիքով մաս են կազմում Թուրքիայի ընդհանուր աշխարհառազմավարության Հայաստանի Հայաստանի հետ հարաբերությունների բնագավառում փոքր քայլերով ցույց տալ, որ Թուրքիան շահագրգռվածություն ունի կարգավորելու, բայց դեռ դա չի անում։ Պարոն Սաֆրասյան, միշտ հայտարարվել է, որ այնուամենայնիվ պետք է հարաբերությունների կարգավորման գնալ առանց նախապայմանների, բայց թեև դրան մենք գիտենք, որ այնուամենայնիվ միշտ ինչ-որ նախապայմաններ են առաջ քաշվել ու դրանք առաջ են քաշվել Թուրքիայի կողմից։ Ինչ է կարծում հիմա կան նախապայմաններ Թուրքիայի կողմից եւ եթե այո, որոնք են դրանք, օրինակ կուլիսներում քիչ չեն եղել խոսակցություններ այն մասին, որ նույն ռուս սահմանապահների արկայությունը սահմանին դա որոշակիորեն խոչընդոտ է Թուրքիայի համար։ Դուք ինչ տեսակետ ունեք այդ առումով եւ նաեւ նախապայմանների տեսակետից Թուրքիայի համար ինչն է առաջնահերթություն։ Տեսեք, կուլիսներով ես չեմ անում ինչ է այսպես կուլիսների չեմ հետևում առանձնապես, բայց ամենաակնհայտը այն է, որ Էրդողանը, ինչպես ես ասեցի, կրկնեմ ուղղակի մի քանի անգամ հայտարարել է, որ հարաբերությունները կկարգավորվեն Հայաստանի հետ միայն այն բանից հետո, երբ որ կստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, սա նախապայման է։ Այսինքն հստակ ուրիշ հրապարակային ամենայն դեպս հայտարարություններ Թուրքիայի կողմից, որոնք կարելի է ընկալել որպես նախապայման, վերջին շրջանում ես չեմ լսել։ Եվ վերջում ամփոփելով, պարոն Սաֆրասյան, տեսեք, որոշ լրատվամիջոցներ, նաև տելեգրամյան ալիքներ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրերին խոսում էին, գրում էին այն մասին, որ Մակրոնը ցամաքային սահմանով պիտի Երևանից անմիջապես գնա մեկնի Թուրքիա, դա նաև հատուկ որոշակի ժեստ է լինելու, նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կարևորության տեսակետից, սակայն մենք տեսանք, որ նման գործընթաց այնուամենայնիվ տեղի չունեցավ։ Դուք որևէ ինֆորմացիա ունեք, իսկ սկզբանե եղել է նման պայմանավորվածություն, չի եղել եւ եթե չէ, ապա ինչու մամուլում հայտնվեցին նման տեղեկություններ, ինչ միտում ունեն դրանք։ Չեմ կարող ասեմ ինչու հայտնվեցին, բայց կարող եմ ասեմ հետեւյալը, որ հենց վերջերս 1-2 օր առաջ թուրքական կողմից հնչեց հայտարարություն, որ նման բան պայմանավորվածություն չի եղել Մակրոնի հետ։ Եվ նաև շատ քիչ չեն այն մեղադրանքները եւ հայտարարությունները, երբ թուրքական կողմից բարբերաբար հայտարարություններ են արվում, որ գնահատում են եւ կամ ողջունում են Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համատեքստը նկատի ունենալով։ Այստեղ խորհրդարանական ընդդիմությունը դա որակում է որպես Թուրքիայի աջակցություն եւ կամ միջամտություն, այդտեղ կա որևէ աջակցություն եւ կամ միջամտություն։ Ես այդ հայտարարությունները, որ շատ ճիշտ նշեցիք, մենք լսում ենք, կարծում եմ, որ դրանք ավելի շուտ պետք է հասկանալ այն ընդհանուր տարածաշրջանային ռազմավարության շրջանակները, որ ես նշեցի։ Թուրքիայի համար Հարավային Կովկասը կարևոր է այն նպատակներ իրականացնելու համար, որ ես ասեցի, եւ Հարավային Կովկասում տեղի են ունենում գործընթացներ, որոնք տանում են դեպի Հարավային Կովկասի իրադրության ընդհանուր կարգավորում, Թուրքիայի համար դրանք դրական են ընկալվում։ Այսպես պետք է հասկանալ։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆրասյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանն էր, կհանդիպենք։